Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ, պրոֆեսիոնալ մարզիչ։ Եկեք սիրողական սպորտի միջոցով միասին բացահայտենք գեղեցիկ եւ առողջ լինելու բանաձևը, այնպես որ եկեք մարզվենք միասին։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու սովորական աթոռ հենակով եւ ահա այսպիսի ռեզին, այնպես որ տեսեք տանը հարմար ինչ ունեք, եկեք ձեր հարմար հագուստները եւ միացեք ինձ։ Եվ այսօր ես ունեմ յուրահատուկ մի հյուր, ով իր ամբողջ երիտասարդ կյանքը նվիրել է թատրոնին, ում համար թատրոնը կյանք է, իսկ կյանքը թատրոն։ Իմ հյուրն է կինոյի եւ թատրոնի սիրված դերասան Լևոն Զաքարյանը։ Ողջույն։ Ողջույն։ Լևոն, շնորհակալ եմ, որ իմ տաղավարում ես։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Լևոն, համաշխարհային կինոյի պատմության մեջ կան մեծություններ, լեգենդներ, ովքեր անզուգական են։ Նրանցից ում հետ կուզենայիր մի շատ գողտրիկ անկնում մի բաժակ գինի, ըմբոշխնել եւ բնականաբար հայտնել քո հիացմունքը։ Շատ անուններ կարող եմ թվել, որովհետեւ մեկով չեմ սահմանափակվի։ Բայց առաջին մարդը, որ հենց հիմա մտաբերում եմ, դա Շարլիզ Տերոնն է։ Վաու։ Ու նրա հետ ես չէի խոսի, ես նրա հետ ուղղակի կլռեի, որովհետեւ լռությունն ավելի խոսում է հենց այդ բaragայում։ Այ փշակողվեցի Լևոն։ Քո ամենախնդրարկը։ Անդադար 8 ժամ քայլել եմ։ Անդադար։ Մինչև լույսը բացվի։ Լևոն, ինչից ես վախենում։ Ուշանալուց։ Ոչ թե ինչ-որ հանդիպումից ուշանալուց, այլ առհասարակ ուշանալուց, կորցնելուց եւ ինչ-որ բան չհասցնելուց։ Իսկ մահվանից չես վախենում։ Մահը ավելի պրիմիտիվ է թվացներից հանդեպ։ Մահը ավելի թույլ է։ Մահը օծի վախը, իհարկե ես ունեմ ֆոբիաներ, սարսափում եմ օծերից, բայց եթե մի քիչ ավելի գլոբալ նայենք հարցին, ապա ես վախենում եմ չհասցնելուց, ուշանալուց ու կորցնելուց։ Կապ չունի ֆիզիկական ինչ-որ բան, թե մտավոր, թե ուղղակի։ Վախենում եմ կորցնելուց, չհասցնելուց։ Շնորհակալ եմ Լևոն ջան։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Կարող ենք սկսել։ Այսօր Լևոնի հետ աշխատեցնելու ենք ձեռքերի եռագլուխ մկանները, երկրոխանի մկանները, ուսագոտու մկանները, որովայնի մկանները, մեջքի մկանները։ Տեսեք ինչքան մկաններ ենք մենք աշխատեցնելու։ Սկսելու ենք նախավարժանքից, տաքացնելու ենք մեր մկանախմբերը եւ ավարտելու ենք ձգումներով, այնպես որ այսօր ունենալու ենք շատ գրագետ եւ արդյունավետ պարապմունք։ Այս այդ թեժը լինելու ի բաց թողեք։ Միացեք։ Ողնաշարը ուղիղ պահեք։ Տեսեք։ Չորս հաշիվել եղան։ 3 2 ձեռքերը վերև ներքև։ Ողնաշարը մաքսիմալ ուղիղ։ 8 7 6 5 4 3 2 ստոպ պարանոց։ Առաջ է։ Ձգվեցինք վերև եւ հասնում ենք ոտնաթաթերին, ծնկները ձիգ։ Հետ անգամ եւս պարան։ Քոչան։ Plank side պատրաստ ես Լևոն։ Այո։ Գնացինք։ Չորս, 3 2 եւ եկանք առաջ։ Կողպեք։ Ինքները ձիգ եւ սպանակում ենք։ Եվ վերջ։
դնում ենք ոտքի տակ, ձգում ենք այնքան, որ զգանք մեր մկալները, արտաշնչելով, ձեռքը բարձրացնում ենք ուսին հավասար դիմացի հատվածում, շնչելով իջեցնում ենք, այնուհետև կողքով արտաշնչելով բարձրացնում ենք ուսին հավասար եւ շնչելով իջեցնում ենք։ Այս դեպքում աշխատում են ուսագոտու մկանները։ Մյուսը biceps curl։ Արդեն աշխատում են ձեռքի երկգլխանի մկանները։ Արմունկը սեղմում ենք մարմնի, արտաշնչելով ծալում ենք եւ շնչելով իջեցնում ենք։ Այնուհետև պիտի զսպանակենք։ Հաջորդ վարժությունը triceps curl, այս դեպքում աշխատում են ձեռքերի եռագլուխ մկանները, տեսեք։ Պահում ենք ռեզինը, կիսում ենք, պահում ենք այսպես, արտաշնչելով բացում ենք մինչև վերջ եւ շնչելով իջեցնում ենք։ Հաջորդ վարժությունը plank position։ Տեսեք, ձեռքերը ափերի վրա է, մեջքը չենք կլորացնում, իջնում ենք նախաբազուկների վրա եւ նորից բարձրանում ենք ափերի վրա, իջնում ենք եւ բարձրանում ենք։ Այս դեպքում աշխատում են ձեռքերի եռագլուխ մկանները, ուսագոտու մկանները եւ եթե իհարկե plank position է, անպայման պիտի աշխատեն որովայնի մկանները։ Այսքանը կարող ենք սկսել։ Չորս, երեք, երկու, և ստոպ, պատրաստ ես։ Ութ, յոթ, վեց, չորս, երեք, երկու, և զսպանակ Լևան, զգում ես երկգլխանի մկանը։ Այո։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, ստոպ։ Ծալում ենք ռեզինը։ Չորս, երեք, երկու, ստարտ։ Ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեք, երկու, ստոպ։ Պատրաստ եք։ Այո։ Եվս չորսը, երեք, երկու, վերջինը, ձգում ենք ռեզինը, biceps, Չէ վերջ բացելով, արտաշնչելով ծալում ենք, շնչելով բացում ենք, 8, 7, 6, 5, 4, 3, 2, և զսպանակ Լևան, Եվս օթատ, զետ, վեց, հինգ, չորս, երեք, երկու և ստոպ։ Triceps, կլացիկ։
Եվս 4-ը 4, 3, 2, եւ վերջինը ստապ։ Վերջ, shoulder stretch, bicep stretch, եւ tricep stretch։ Ուսագոտու մկանի ձգում, ձեռքի երկգլխանի մկանի ձգում, երագլուխ մկանի ձգում։ Վերջ, այ հիմա։ Կատարելու ենք lunges, մեկ ոտք դեպի առաջ կքանիստի տեսակ է։ Այս վարժության ժամանակ աշխատում են ոտքի երկգլխանի մկանները եւ նստատեղի մկանները։ Բռնվում ենք աթոռից, մեջքը մաքսիմալ ուղղում ենք, հետևի ոտքը խորությամբ տանում ենք, հետևում ենք, որ ծունկը ոտնաթաթից առաջ չընկնի, պահում ենք 90 աստիճանը, շնչելով իջնում ենք խորությամբ եւ արտաշնչելով բարձրանում ենք։ Հաջորդ վարժությունը անելու ենք lunges եւ knee up։ Այնուհետև կմնանք վերևում, ոտքը ամբողջությամբ կբացենք եւ կծալենք։ Այստեղ պետք է աշխատացնենք ոտքի քառագլուխ մկանները։ Բնականաբար նույնը կկատարենք մյուս ոտքով, կարող ենք սկսել։ Երեք, երկու, մեկ, պատրաստ Լևոն։ Մնացինք վերևում։ Չորս, երեք, երկու, ստոպ, թուրացանք և ոտքը հետ։ Չորս, երեք, երկու, վերջինը և գնաց։ Եվ վերջինը, մնացինք վերևում։ Չորս, երեք, երկու, ստապ, թուլացանք։ Հետ, բեք։ Սկսում ենք որովայնի աշխատանքը։ Մի ոտքը ծալված, մի ոտքը ուղիղ կատարելու ենք crunches, տունչը բարձր, հնցքը առաստաղին, արտաշնչելով ձգվում ենք վերև եւ շնչելով իջնում ենք, այնուհետև ուսը պետք է մնա օդում, ոտքը իջեցնենք եւ պահում կատարենք։ Սա ստատիկ վարժություն է, հիշում ենք, որ ստատիկ վարժությունները ամրացնում են մեր ջլերը, նրանք շատ կարեւոր են մեզ համար։ Բնականաբար, այնուհետև մյուս ոտքով պիտի այդ նույնը կատարենք, պահում կատարենք, ուսը մնում է օդում եւ կատարում ենք bicycle հեծանիվ։ Ոտքերը ծալում ենք եւ
ուղղում ենք եւ վերջին վարժությունները ոտքերը պահում ենք ուղիղ վերևում, ձեռքերը փռում ենք, արտաշնչելով դունչը բարձր գալիս ենք առաջ, գրկում ենք ոտքերը եւ շնչելով իջնում ենք։ Կարող ենք սկսել։ Չորս, երեք, երկու, մնացինք օդում, ոտքը իջեցրեցինք, պահում ենք։ Չորս, երեք, երկու, մեկ մյուս ոտքով սկսեցինք։ Եվս 8 6 4 2 ուսը փոկվեց եւ ոտքը իջեցրեցինք, պահում ենք։ Չորս 3, 2, մեկ ոտքերը ծալում ուղում ենք։ 8, 7, 6, 5, 4, 3, 2, stop։ Չորս, երեք, երկու եւ վերջինը, ստոպ։ Մեջքի մկանների համար պատրաստել եմ երկու վարժություն։ Առաջինը ձեռքերը փռում ենք։ Տեսեք, հակառակ ձեռքը բարձրացնում ենք հակառակ ոտքի հետ։ Հակառակ ոտք եւ հակառակ ձեռք ասելով հասկանում ենք կրծքավանդակ, ուսեր եւ ազդրեր։ Արտաշնչելով բարձրացնում ենք շնչելով իջեցնում ենք բնականաբար մյուս կողմով։ Երկրորդ վարժությունը դա Superman position static վարժությունն է։ Եվ ազդրերը, եւ կրծքավանդակը, եւ ուսերը պոկում ենք հատակից եւ պահում ենք կատարում։ Կարող ենք սկսել։ Եվ վերջինը։ Պատրաստ ես Լևոն Superman position։ 4, 3, 2, start։ Stop։ Back stretch։ Ձգվում է։ Կողնաշարում ենք, աջ ձեռքը թեքում ենք կողմ, ձգվում ենք, ձախը զուգահեռ, գրկում ենք աջ ձեռքը և ձգում, կենտրոն, ձախը ձգեցին, աջը զուգահեռ և ձգում ենք ձախ։ Կենտրոն, պտտեցնում ենք ձախ ոտնաթաթ, հասնում ենք ոտնաթաթին, ծունկը մաքսիմալ, փորձում ենք ուղիղ պահել
Եվ բացում ենք կրծքավանդակը։ Նորից ձգվում ենք։ Կենտրոն պտտվում ենք մյուս կողմ։ Պտտեցնում ենք աջ ոտնաթաթը, ծունկը մաքսիմալ փորձում ենք ուղղել, ձգվում ենք։ Այնուհետև բացում ենք կրծքավանդակը և նորից ձգվում ենք դեպի ոտքը։ Գալիս ենք կենտրոն, ձեռքերը խաչում և թուլանում։ Գալիս ենք առաջ։ Եվ վերջին անգամ դնում ենք ոտքերը հատակին, աջ, բեկվում ենք ձախ, կիսաշրջան դիմացի հատվում, մեկ անգամ ես, զգուշությամբ գնում ենք հետ դեպի գրունկները և ձգվում ենք։ Եվ ձգվում ենք խորությամբ։ Գալիս ենք առաջ և այն ոտքերով ձգվում ենք առաջ։ Այնուհետև ձախ ոտքը 90 աստիճան ծալում ենք և աջը տանում ենք հետ։ Գալիս ենք առաջ։ Գրկում ենք ոտքը։ Լևոն, նայ, ծալում ես ոտքը և ձգվում հակառակ ուղղությամբ։ Այնուհետև աշխատում ենք մյուս ոտքով 90 աստիճան, ձախը տանում ենք հետ և գալիս ենք առաջ։ Գրկում ենք ոտքը, ծալում ենք և ձգվում հակառակ ուղղությամբ։ Գալիս ենք կենտրոն, մնայք։ Աջ ոտքը ուղղում ենք և ձգում դեպի մեզ, մի փոքր։ Աշխատում ենք ծունկը մաքսիմալ, ինչքան հնարավոր է ուղղել։ Այնուհետև թեքում ենք զգուշությամբ դեպի մեզ։ Մյուս ոտքը ուղղում ենք, ծունկը մաքսիմալ փորձում ենք ուղղել դեպի մեզ և թեքում ենք։ Խաչաձ է։ Գալիս ենք առաջ։ Այնուհետև ուղղում ենք ոտքերը, գալիս ենք առաջ, Լևոն, նայ, ոտնաթաթերը ձգում ես, այո, և նորից գալիս ենք առաջ։ Այնուհետև ուղիղ ձեռքերով գնում ենք հետ և իջնում ենք։ Լևոն ջան, շնորհակալ եմ մասնակցության համար։ Քեզ հետ ունեցա յուրահատուկ պարապմունք։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։
անկեղծ չէի սպասում, որ նման ձև կարող է արտահայտվի այս մի քանի տարիների չզբաղվելը սպորտով, բայց խոստանում եմ, այսուհետ ես կզբաղվեմ սպորտով, որովհետև մաքսիմալ էներգիայով լի 60 օր ունեցա, որ ինձ կստիպի հետագայում ավելի լավ կազմվածք եւ հոգեվիճակում։ Լևոն, քեզ բոլորը տեսնում են, դու խոստացար։ Ես խոստացել եմ։ Վերջ, խոստումդ պահում ես։ Շնորհակալ եմ։ Այսօր այսքանը, սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք։ Ցտեսություն։